Խաղաղության պայմանագրի բոլոր կետերի շուրջ համաձայնության գալուց հետո ադրբեջանական կողմը շուրջ մեկ շաբաթ է, ինչ պարբերաբար կեղծ լուրեր է տարածում հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ, մեղադրելով հայկական կողմին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը շարունակաբար հերքում է դրանք, հայտարարելով, որ Բաքվի մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում։ Հետաքրքրական է, որ Ադրբեջանի քարոզչական մեքենային են միացել նաև Հայաստանի ընդդիմադիր դաշտի որոշ ներկայացուցիչներ, այդ կերպ տարածելով խուճապ և անհանգստություն։ Մասնավորապես ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը առավոտյան գրառում էր կատարել, թե իբր ամբողջ գիշեր Սոտքի ուղղությամբ ադրբեջանական կողմից ինտենսիվ գրակոծներ են եղել։ Առաքելյանի տարածած ստահոդ լուրը պաշտպանական գերատեսչությունից հերքել են։ Սոտքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանն էլ հայկական ժամանակի հետ զրույցում վստահեցնում է, գյուղում իրավիճակը հանգիստ է։ Մարդիկ իրանց գործերով են զբաղված, գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներ են կատարում։ Խաչատրյանի խոսքով, եթե որևէ բան եղած լիներ, մարդկանց շրջանում անհանգստություն կլիներ։ Գրակոծի ձայներ չեն լսվել նաև սահմանամերձ ներքին Շորշա բնակավայրում, որտեղ հայկական ու ադրբեջանական դիրքերը մոտ են։ Այդ գյուղում ոչ մի տեսակի գրակոց չկա, հանգիստ է։ Ավելի ժամանակ չունենք, ոչ մի գրակոց, ոչ մի ձայն չկա։ Նայմդ նորմալ է, հանգիստ ժողովուրդը իր բնականոն աշխատանքին կանոնաբացվում է։ Կուտ բնակավայրի վարչական ղեկավարն էլ հայկական ժամանակի հետ զրույցում ասում է, գրակոծների մասին տարածվող լուրերը լսել է հենց լրագրողներից։ Ես անցանց ոչ լսում եմ, ոչ էլ հետաքրքրվել եմ մեջև ձեր զանգերը։ Բայց հիմա գյուղում նորմալ իրավիճակը առօրյա ցանկով մարդիկ իրենց գործերով ոչ մի խոճապ, ոչ մի, չգիտեմ, մեծ կոմենկոն, լարվածություն, նորմալ վիճակ է, հիմա գրակոծներ չի լսվում մեր մոտ։ Գրիգոր Ավակյանի խոսքով բավականին երկար ժամանակ է, ինչ գյուղում գրակոծի ձայներ չեն լսվում։ Այդ պատճառով է նաև, որ բնակիչների մեծամասնությունը տեղյակ չէ տարածվող լուրերի մասին։ Սահմանամերձ Նորաբակում ևս գրակոծի ձայներ չեն լսել, գյուղում խուճապ չկա։ Բնակավայրի վարչական ղեկավար Վազգեն Ասատուրյանը նկատում է, ինչպես Կութում, այնպես էլ իրենց մոտ երկար ժամանակ է, որ դեպքեր չեն գրանցվել։ Թե ինչու է ադրբեջանական կողմը հրադադարի դեպքերի խախտման վերաբերյալ ապատեղեկատվությունների շարք սկսել, այս մասով գնահատական չի կարող տալ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա ևս մեկ անգամ ընդգծեց միայն. Հայաստանը պատրաստ է փաստերի դեպքում ուսումնասիրել, հետաքննել դրանք։ Արբանյակային նկարները չեն կարող ցույց տալ գնդակների կրակելու չկրակելու մասին։ Դրա համար պետք են տեսագրություններ։ Իսկ քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևանները, մենք դրա համար ասում ենք, եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր տրամադրեք մեզ։ Մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ։ Նախարարի խոսքով ադրբեջանական կողմի զորքերի տեղաշարժ կամ նմանատիպ այլ երևույթ գետնի վրա տեսանելի չէ։ Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ։ Մամուլում տեղի ունեցող ապատեղեկատվությունը նրա մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, պաշտպանության նախարարությունը չի հաստատում։ Պապիկյանը հորդորեց, որ թե ներկա թե նախկին պաշտոնյաները գրակոծների կամ սահմանի վերաբերյալ տարածեն միայն ճշգրիտ տեղեկատվություն, իսկ տեղեկատվությունը ճշգրիտ է, եթե այն ճշտված է պաշտպանության նախարարության հետ։